Ոնց է կոչվում մեր խաղարկությունը։ Իսկ ոնց են մարդիկ իմանալու այս խաղարկության մասին, բացի այս ձեր TikTok-ից։ Այս TikTok չի։ Ինձ թվում է այդ աղջիկն է փորում տակս։ Լեզ մի պոչիկն է։ Արա դե չէ, էլի ոչ մեկն է նման չի, արա չէ։ Յա։ Լավ, փորձեր, բայց դա չի փրկի ձեզ։ Լավա չկար այդ կաֆե։ Բայց շատ լավն է այս գրիկը։ Հա, չէ։ Քո գեյշան էլ է բոմբած։ Գեյշա չես յախր, ակնհայտ սամուրայ է սա։ Սպասի։ Spider-Man-ի մեջի Mary Jane-ն ես։ Չէ, կայսրության թևերի մեջ է այն աղջիկը։ Որ սաղ է սպանում է։ Շատ վատ են զարդարել օֆիսը։ Էլի, ուր են դդումները, չղջիկները, սարդեր։ Երևի արժի մեզ նշանակեն օֆիսային տոների գծով տնօրեն, գիտես, որովհետև ես սենց չէի թողնի։ Ինձ տարօրինակ միտք է սկսում տանջել, որ մենակ մենք ենք ապուշի պես կոստյումներով եկել Halloween-ին։ Ասենք շնորհք էլի, կարելի է չէ զգուշացնել, որ զիգզագում Halloween չեն նշում։ Նարեկի պատճառով սաղ օֆիսը խնդում է Նարեկի վրա, ու մի քիչ էլ իմ վրա, բայց իմ վրա քիչ ինձ դե հարգում են։ Լավ, եկեք կենտրոնանք աշխատանքի վրա։ Ես տենց էլ գիտեի, որ մարդասպանը Սերգեյն է։ Լավ, երեխեք, իրոք եկեք լրջանանք, որովհետև լիքը գործ ունենք, էլի։ Երեխեք նորեկ ինչ ասում է, եկեք անենք, թե չէ խարակիրի կանի։ Լավ, ամեն դեպքում եկեք լրջանանք, ի վերջո բոլորս լուրջ մարդիկ ենք, որոնց մի մասը գրում է կինոյի մեջի կերպարների կոստյումներ, եւ այսպես մենք հրապարակեցինք տեսահոլովակը, ռոլիկը եւ հետաքրքիր է ինչ արձագանքներ ունենք, ինչ որ մեկը նայել է կոմենտները կամ նամակները, որ ստացել ենք։ Շատ լավ, մարդիկ ոգևորված են, ուզում են շահել ու խաղարկության մասին են հարցնում։ Իսկ մեզ ընդհանրապես չեն անդրադառնում, հա։ Իրականում իրենց անդրադառնում են։ Մի քանի բան ստիպված եղանք ջնջել։ Սյուզին ասես մի քանի կոմենտ, մի 10 հատ վատ կոմենտ մենակ ես եմ ջնջել։ Ուժեղ աղբեր 18 թվականում ուճու ժամանակ համով երեխեք էին Նարեկն ու Սերգեյը։ Մեծացան անհամացան։ Հայուհի օկտատերը ասում է, Նարեկը չաղացել է։ Բայց ես նիհարել եմ։ Սենց չեղավ, մեզ պետք է մտածել մի նուրբ ու գրագետ ձև, որ առանց վիրավորելու բացատրենք այս մարդկանց, որ 50,000 դրամ եւ ավելի գնումներ կատարելու դեպքում ռեալ բաներ են շահում։ Так, թիմային brainstorm անենք, թե մենք գնանք մի բան մտածենք։ Ասենք ոչ չներվանամ, պետք է կազմակերպել մարդիկ մտքեր տային, հիմա ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է, էլի պետք է ինչ-որ իդեալական բան մտածենք։ Так, արի brainstorm անենք, լիքը գաղափարներ, տարբեր գաղափարներ։ Так, ինչ ունենք։ Գաղափարները շատ են, շատ են, պետք է ընտրենք։ Դե նախ արի հանենք լանչի հետ կապ ունեցող գաղափարներ, էդ ոնց որ թեմայի մեջ չի։ Okay։ Բոլորը հանի, Սերգեյ, բոլորը։ Առաքումներն էլ։ Առաքումներն էլ։ Ինչ մնաց տակը։ Իսկ եթե խաղարկություն անցկացնենք on-line, Նոյեմբերի 5-ին ժամը 19-ին մտնենք ուղի եթեր։ Ու ռանդոմայզերով տոմսեր հանենք, որ մաքսիմալ անկողմնակալ լինի ընտրությունը։ Ուղիղ եթերն էլ կարելի է թե զիգզագի, թե արմքոմեդի Facebook-յան էջերով անել։ Իհարկե, հենց տենց էլ անելու ենք։ Դե գրել էինք։ Հավատս չի գալիս, որ միանգամից այդ չենք մտածել։ Պատահական համարները, որ կհայտնվեն էկրանին, բոլորը կտեսնեն ու մենք կզանգենք ուղիղ եթերում երջանիկ հաղթողին։ Դե վերջ մնաց խաղարկենք։ Ինձ թվում է մինչև խաղարկությունը բոլոր նվերները ապահովության համար հավաքենք ու դնենք երևի մեր սենյակի մեջ։ Ոչ, իհարկե ոչ, այսինքն մտածում էր, որ քեզ պետք է վստահենք մեր բոլոր նվերները, մեր iPhone 17 Pro Max 256 GB orange գույնի, iPad 11-ը, MacBook M1-ը, Dyson վարսահարդարիչը եւ PlayStation 5 Slim-ը, հա Սերգեյ։ Հա ինչ ա եղել։ Մարդու Թիֆլիսում մոռացել էր ավտոյի բանալիները ու մի շաբաթ ոդկով էր ֆրֆռում։ Նայեք, ես Նարեկ ուղղակի մի քիչ կոնտեքստից կտրեց։ Ես Թիֆլիս էի գնացել ընկերոջս հետ
իրա մեքենայով։ Բանալին ուղակի այդ շալվարից գրպանն էր ու երբ շալվարս այդ գիշեր տիվլեզում կորցրեցի, բանալին կորավ հետը, նես որ դեբիլ եմ, մեքենավ քշել եմ ու բանալին կորցրել եմ մեքենայից։ Ջոգելես ինչ, այս մեր դիզայները այսօր չի եկել, զապի սկաներել ինչ որ տարօրինակ չեն ստա։ Դե նայ, այդ is Yeah, ինչ է։ Սերգեյ, այդ շալվարի տեղը գլուխը թողներ Թիվլիսում։ Ձեզ մնաց շատ քիչ։ Վախենում եմ մինչև խաղարկություն չձգեք։